Պարոփաշյան, բարև, էլի ես եմ, իմը լես մերիմ քե, լավ ես, էլի հինտներն եք, խո, էլի սարը խմում տակ չիշիկ ես անում, մերի մորևուն, ջիգերով ես, լեսիլ է պարոփաշյան, էրեք էտա, դես քանի օրեն բեսանտ խարն ենք, որտեվ ադնակլասնիկում չես հասկանում ինչա կատարվում, ես էլ քո ադմինն եմ, էտա խարախուրը դվիժենու մեջ եմ, էլի, ինչա գուզեմ սեմ, էտա ֆուտբոլ նայի զմայլ վամ, տվայտ վամ, հետո նստամ իր այդ կրուկ ծխկվամ, խեր գնաց է ֆուտբոլի տեղ, պարոփաշյան, էլը մեն չեն նովսոտ մարդիկ, Ֆուտբոլիստներին կարող է հրամանը երտվե զինված ուժերի պես, որ իրանք գոլ չխփեին, հեն պարոփաշյան, ասել էր գոլ չխփեն, մեր ֆուտբոլիստներն, լսի էցա հեչ, մերի մարևուտ, լեգիտիմս, Վրաստանի հավաքականը, ճանաչեց մեր մարզադաշտի տարածքային ամբողջականությունը, թե չէ, չէ, ուրեմն լապատկես միացանց մինի լապատկա ունեմ, ջարդվել է, էլի, էրեք այդ ֆուտբոլ եմ, որ նայացի, պարոփաշյան, հելա սկսա փոսեր փորել, դե մեր մոտ հողն հելը սառը, էլի, ձուն է, կես մետր ձուն կա տրած, ձեր մոտ Հայաստանի եղանակի պես չի, տակ չի, գուզեմ էտա, ես ես թե ֆուտբոլի տաշտ ունեմ, սենց կիսվեմ, էլի, քո էլ լիշնիով, ճիշտ է, լայվով եմ կիսվում, բայց սենց լիշնիով կիսվեմ քո հետ, ես էլ ֆուտբոլի տաշտ ունեմ, 3 հատ տրուբը եմ, սենց տնգացուց է, չէ, սենց, 2 հատ սենց, մի հատ սենց, էդել է վարոտ, ես կայնել էի թարպասապա, էդ հացող ծողը գոլ էր խփում, երևի իրանք հոգեպես զգում էին, որ քո ադնակլասնիկի ադմինն եմ, ես ներվոյնացա, այդ գոլերից հետո, 3-0 կրվա երեք, որոշել էի ծորեր տնգեի, դու էլ էտ ենցար էլի պարոփաշյան, մեր հավաքականի այդ դարբասի մոտ, Տիգրան Ավինյանի հետ, են ոտի բութմատ ներծծողի հետ, ծորեր տնգա, ինչ կլի որ, պարոփաշյան ցեմեն դավազն թանգա Հայաստան, պատշարա, մեր էտա դարբասի մոտ, են ոնց ես է պատշար է, քարը քարին և վերջ, պատշարը մեր դարբասի մոտո գոլ խփող չլնի, ինչ կլնի որ, մերի մորևուտ, ընչ երգնաց է մարզադաշտ, հարամար իր էտը մեն ինչ են, լեգիտիմս, փխրունս, պարոփաշյան, մի հատ նիդարազումենի հարց կա, ես էլ ասեմ, քանի չեմ մորցի, ասար մի քիչ կարճով էլի խոսամ քո հետ, այդ քո քպեի թեկնածու Սարիգը, էդրան խանա պարոփաշյան, իրոք դրան խանա, էդի խայտարակում է մեզի, լսել ես ինչու ասե, խա, պարոն կապիտուլյանտ, Սարիգն ասել է, մենք մեր դեմ, յանից Նիկոլի դեմ, էլի պայքարում են բոլոր բանակից փախածները, պարոփաշյան ինքը հետքանը ասելուց, կուրսի է, որ քպեի մեջ համարյա բանակ ծառայած չկա, կան, մի քանի օքի կան, ինքը դրանով պրյամոյ, սենց պրիմիկոյ կպնմա քեզ, պարոփաշյան, այդ Սարիգն ենքանը հաբրգե, պարոփաշյան, դես քեզ ադդուշի զրուցակեն է, քեզ պրյամոյ ինքը փոխադարձ չէ, նամիկատա կենա զաուշնի, քեզի կսա տասալիք, պարոփաշյան, դու մի հատ վացապ, մի հատ Սարիգին քո են 2016 թվի նկարան թալթու է թային, որ խրամատ է իր փորը, շտիկվի լապատկով, հետո գրառում է իր գրե, որ դու մասնակցել ես ապրիլյան քարորիային, էդի հետենց, Սարիգին խելքի բեր, ինչպես հասում էր հայտնի կինոֆիլմի մեջ, նախ հայտարակում է ռեսպուբլիկան, հետո, էտա քոչերան Անդոնին, ասա թո տաբլետկեք են խմի, էդի վոբշ լրիվ կլի մոկցից քայքայվերա, խա, էշիշ դուսակի դա, պարոփաշյանները ողելի ժուժուն ազանգım ադնակլասնիկով, մետ պատասխան է, խա, տեղ չետաս, ասան վրակ,
Անչի կրվանք, դու խաբար չեր, աղջի ուրեմ լսի, ասմեմ աղջի, ժուժու լսիլ է, անոն գողը դա խուրանցի խա, ուրեմն նայա, այդ ֆուտբոլի խաղից առաջ, մեր պարոտ Փաշյանին գողցել էին, հա, Քոչարյանն ու Սերժը գողցել էին, տարել էին պատվալ, զենքը դրել էին գլխին, որ մենք կրվենք վրացիներին, բա, տարած ադնակլասնիկով, կիսվեք, լայքա մերներ կիսվեք, հաջող, մեր վարչապետի մա լայվը կենեմ, հաջող, դավայ, ինչ վերաբերվում է մնացած հարցերին, պարոտ Փաշյան, շատ չխոսամ էլի, այս արդեն երորդ գրառումն է կենես, երորդ, որ ոնց ես գրե, մերրիմ հզոր ջոնի, փակնունս, թուղթն պատրաստ է, ես պատրաստ եմ ստորագրեմ, պարոտ Փաշյան, ուրեմ այդ երկու տեսակի թուղթ եմ պատրաստ է քոմար, նայում ես, Վալբրիսով, թուղթ, Ռուլոնով թուղթ, դնում ես, 50 մետրա, 40 մետրա, դե դու քո կամակ չես սրբում, չէ, դու ջրով լվացումներ ակենես, մերի մենեն, սելջուկ թոթարեն, նավսիտ, մեկ էլ էկանոն վարյանտ կա, նայ ես եժան, այսի շուշա թուղթ է, պարոտ Փաշյան, շատ գրուբի է, էլի, երեք որ խանութում առա, խանութից հելա դուս, ես լայվի մար եմ առելի, իմ հետևից սենց խաչակնքին, ասին օղորմի կնաց, ես էլ վարի կնաց, այս զուքան թուղթն վեկալ, լսի մերին կե, մեկ էլ սեմուշկա, բապկինի սեմուշկի, գնավ կայնի հայ ադրբեջանական սահմանի մոտ, գրի չն ձերդ, սենց բաց է թուղթն, իմ ալակ բացվի, խայտռակվանք նայա, սենց սեմուշկա չրթելով, ենքոն տակի երկու ատամն չկա, չէ, ենքոն ես անուլիկի դլոյ էտ խաղացի ատամներըտ լրիվ պդերա, սենց թուղթն բացի, ասա ուկաս ծարյա, պատրաստ եմ ստորագրեմ, Ֆրադ, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, են 2018 թվի ռուպրը տելվեկալ, լեգիտիմ ես, փխլուն ես, հրգեմ Վալբրիսով, հրգեմ, հասեն արդեն գիտեմ, պետ չի, 2018 թվի ռուպրը վեկալ պարոտ Փաշյան, ու հայ-ադրբեջանական սահմանի մոտ, սենց գորա, մենք ենք տերը մեր երկրի, ես եկել եմ ստորագրեմ, հլե տես, կարող է խնդան էլի մարդիկ, Էտա քու զեմլյակներ էտ ասահման որ կպահեն, կկրակեն մեր զինվորների վրա, դրանք կարող են նայեն հեռադիտակով խնդան, ասեն ես գիժն եկավ, բայց որ ավելի ակտիվ անցնի, ասա թո մեր սահմանապահները, որ ենթարկվում են քո գեներալի ծերտին, թո են բարձր դինամիկներով միացնեն Նոլդու Փաշինյան երգը, այտենց սահմանի վրա կնարի, սենց բացազուկային թուղթեն, այսենց ուրա իմ ալեր, հուզվում եմ էլի, սենց ստորագրելով գնարի, ասա ես պատրաստ եմ ստորագրեմ, այդքան ասինք, դեղեր են մի ուշը ծրա, են քու են վարչախմբից են վներ են, ճնջղուկի աղվամազ են ցալքի, մենք Ալիևին կոչ ենք անում վերադառնալ կառուցողական դաշտ, դուք չխաս կնակ, խա, էտա ձեր զեմլյակներ մենակ խասկանան ուժի լեզում, խա, Էտա որ կոպիկի պես կուճուրերեք, դարել եք, չգիտեմ, էտա տնգլամական ամորձի, տնգլամուկ գիտես, չէ ինչա, դու կարասկոպով տնգլամուկ ես, պարոտ Փաշյան, այդ տնգլամուկի ամորձի դառնալու փոխարեն, այտենց մարդկանց ոչ մեկ բանի տեղ չի դնում, այսին քու աղբերեն, իխլամն, զենքա կկուտակա, խա, զորք զենքա կկուտակա, զորը հավակա կենա, դու ֆուտբոլակ տրացուս, չէ, լրիվ փխրուն է մեր պարոտ Փաշյան, в общем, երկու վարյանտն էլ կրգեմ, այս զուքային թղթերի, մի հատ էլ գելևի ռուշկա կրգեմ քեզի, խա, են վիդեո եմ նայեն, ովը վեներ կիսվե, բոլա գրիշ գողնա սրա նրա սեղանի վրից, որ ցենց վերցում է ցենց սանում է, ու կոստի ջեբը, գողցող ես պարոտ Փաշյան, լավ լսի, որտես լավ գողնում ես պարոտ Փաշյան, կարաս ինքդ քեզ գողնաս, սենց վերցես քեզ կատապուլտ անես Ադրբեջան, խա, գնա էլի, շեհիդների բուրակում մետրի վրա հող չկա, գնա սենց Տոմի ջերի պես մտի թո քարը քաշեն կախիտ, ինչ կլնի որ, սեմուշկա էլ եմ գրգելու, բապկինի սեմուշկի, այնքո միատ ձեժուրնի ատամ ունես, էստե, Հիտլերի բեղերի պես, չարթելով վրա հայ ադրբեջանական սահման, ես եկել եմ ստորագրեմ,
Նրանք բան չեն ասի, նրանք գիտեն, որ դու հիվանդ ես։ Էդի մենք աչխաս կնանք, որ դու հիվանդ ես։ Լավ, վերջնաբանի հիմար բերողիդ, պահողիդ ու լեգիտիմություն քեզ շնորհողիդ սաղուսատկացը այն բանից հետի քուֆր չէր, հետի օշնանք էր։ Մենք ենք տերը մեր երկրի, կապի մեջ ադնակլասնիկով։ Հելան պարապաշյակ, չկարոտնաս, փխրուն ես։ Еще раз всем здрасте. Минут 10 назад у меня был прямой эфир на армянском. Но это не ваша тема. Но я про одну тему забыл сказать. Вчера в сети Facebook смотрю репортаж какой-то. Какой-то работник Алиева говорит, что и перечисляя какие-то свои желания, то есть желания Алиева, говорит, знаете, вот как называется это, в приказном тоне, что Армения должна. Запомни, девочка с косичками или без, Армения вам ничего не должна, блядь. Армения вам, конкретно как страна, ничего не должна. Вам должен Никол, требуйте от него. А что с него взять? У этого стукача, у этого бородача, блядь. Возьмите у него то, что вы отдали деньги ему, да, за Нагорный Карабах или за Арцах. Требуйте от него, блядь. Армения должна. И прежде чем говорить о том, что типа азербайджанские переселенцы должны вернуться в Армению, должны вернуться в Зангизур, должны там одно, второе, третье, вы начните говорить про Баку и Сумгаит. Армяне могут вернуться туда? Кто их безопасность будет обеспечивать? Хватит лицемерить. Армения должна. Я еще раз повторюсь. Девочка с косичками или без. Продолжай риторику своего Алиева. Вы просто становитесь, знаете кем? Слишком смешными. Я не хочу другое слово употреблять, имея хорошее, нормальное воспитание. Я не хочу оскорблять вас. Но хватит вот этот разговор. Армения должна. Армения вам нихуя не должна. Это тот случай, когда вор самым громким кричит: ловите вора. Понимаете? Армения должна. Про переселенцев, когда говорите про Сумгаит, про Баку, про другие села армянские, где люди, чтобы не подвергнуться геноциду, просто выехали оттуда. Про переселенцев, когда разговариваете, многоуважаемый ты наш, то говори про 120 тысяч арцахцев, коренных армян, которые жили в Нагорном Карабахе веками жили и будут жить. Самое главное, сейчас самое такое главный момент вашего посла отправить туда и подальше. И ваш посол не усидится, поверьте. Ваш посол по фамилии имя Никол Пашогли, блядь, создал такую атмосферу в Армении, что армянам легче найти общий язык с азербайджанцами или с турками, чем такую информацию преподнесет Никол Пашинян. Потому что армянам от его голоса только тошнит. У них психика рушится. Только голос Никола Пашиняна, когда армяне слышат, у них просто психоз начинается. Так что уверяю вас на 100%. Армянам и азербайджанцам напрямую легче найти общий язык, чем вот этот мир на бумаге будет преподнести Пашаев Никол. Потому что он лично для меня конченная мразь. И кто
кто хочет, пусть сейчас из армян обидится. Да мне поебать. На обиженных воду возит. Для меня Пашаев ваш посол. Враг. Так что Армения должна. Хватит мусолить одну и ту же тему. Если я сейчас начну перечислять пункты, что Азербайджан должен, у вас волосы просто дыбом встанут. Ну как-то так. Всем хорошего дня. Քանի որ ժամանակ չկա, բոլորին ողջույն։ Կայն եմ, հետո խոսամ եսի ինչ։ Մի հատ կարճ վիդեո, շոշափելով մի քանի թեմա։ 18+-ի ֆորմատով։ Վանաձորի քննչականի պետ։ Մեկ էլ այն ոստիկաններ, ովքեր Արցախցի Տիգրան Ուղուբաբյանա, նրան կանչել եք որպես դուժող կողմ Վանաձորի քննչական, հա, ու ծեծել եք, մազերն եք քաշել, հայհոյել եք, ծեծել եք, նվաստացրել եք այդ տղուն։ Այս խոսքերը հիմա որ պետք է ասեն, վերաբերում են Վանաձորի քննչականի պետին, մեկ էլ են բոլոր բոզի տղա ոստիկաններին, ովքեր ծեծել են այդ տղուն, արա ուրեմն լսեք, հնդիկները պարսիկների հետ ասել դոգը փումփուլիկներով առավոտից չուրի լուս ծծծնեն ձեր նավարին անխտիր առանց սեռային խտրականության եւ առանց տարիքային սահմանափակման որ դուք իրեք պատերազմի դոկոմաս քշի խախ իրեք պատերազմի մասնակից ազգությամբ հային կարակ կանչեք քնչական, հա? Ու ծեծեք, նվաստացնեք, կողեմ ձեր մուսր լավի բերանը ես, անձամբ ես, ձեզ որ ասում են մուսր, որ ասում են աղբ, դուք նեղվում եք, ուրիշ վաղթել, կայնած ստե ընդե նստած ինչ-որ շրջապատի մեջ, Անես ճշտի մեջ բազարներ եք անում, ոստիկանների մեջ կան մարդիկ, ովքեր իրանց պահում են որպես տղա, իրանք կարան ճշտի բազար անեն, ոչ թե ձեր նման սրբապիղծ պոռնիկի ճտերը, բոզի տղեք, այդ պագոնները խփել եք ուսներիդ, հա, բան եք, եթե գողական եք, եթե չնայած Նիկոլի երկիրն է, ոնց կարաք դուք գողական չետակ, եթե գաղութի բոզը կարալնի վարչապետ, Ուրեն ոստիկանն էլ կարակ գողական է թա Կամ քնչականի պետ, անուն ազգանոտ հլը չգիտեմ Ղախպի տղա Էտ ենենց դու քրվմ ես յանեմ կարելի է, հա Են քո աշխատագիցը քրվմ է անտեղի տեղ էտ արցախսի տղուն Իրեք պատերազմի մասնակից դու վրմ ասում ես Չի կարելի ձենըտ կդրի, բայց քո քրվելը կարելի է Էսի արդյունքտաներա, որ ոմն սրպապիղծ գաղութի բոզը, բարիս բոլոր իմաստներով, մանկապիղծ բոզը, ով գժվում է կույս տղաների հիմար, չեք հավատամնձի Նիկոլի գիրքը կարդացեք։ Գաղութի բոզը ասում է Հայաստանում հերոսը հարկատու քաղաքացին է, Իշքան հարկատու քաղաքացի կա Վանաձորի քննչականի պետ, մեկ էլ Արցախցուն ծեծող ոստիկաններ Մուսր բոզի տղեք, առավոտից չուրիլուս, էտա ասել դոգը գլը, ճկը, ին տու մամբա, էտա հմեն ձեր նավարի բեյնին ու ամեն տեղ, դե վայել եք, իսկ գաղութի բոզիս տղեն, ասմա, կաստինգ եմ անցկացնում քնչական կոմիտեի ղեկավար նշանակելու համար, կաստինգ անցկացած հետես կնգատ ով եփա դոմփ է, բոզի տղա, Կաստինգը անցկացնեմ Հմի դիմում եմ են եվրոպորնիկներին ով ասում են մենք եվրոքվե ենք անցկացնում և Եվրոպան մեզ պիտի փրկի Ռուսաստանն էլ քխա Ռուսաստանը քխա
Հարմար չի խոսալ է, որտեղ քշելով եմ ստել մի մետր բանձև է եկել։ Ձեր հարգելի Նիկոլ Փաշինյանը եվրոպորնիկներ, եվրոդիտորդներին ասում է իզին ախսույ, հացեք Հայաստանի, դուք մեզի պետք չեք հայ-ադրբեջանական սահմանին կանգնած։ Հերու չի այն օրը, երբ որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ պետք է սկսի Հայաստանի դեմ, որտեղ դրա համար հող է նախապատրաստում։ Դուք ձեր եվրոպորնիկ պիդարասներով կարանալու եք դիմեք եվրոպական որևիցե մի երկրի, հա, ու ասեք Ադրբեջանը նախահարձակայել է։ Չէ, եվրոպական երկրները կասեն, արա այդ չմոներ, իմ դիտորդերին չի հանիք ռադարիկ, իմ դիտորդները թոմնային սահմանին, որ հիմա մեզ զեկուցեին, ասեին հարգելի Ֆրանսիայի նախագահ, հարգելի չգիտեմ ինչ երկրի նախագահ, Դանիայի, Շվեյցարիայի, Ադրբեջանը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը։ Մենք էլ որպես երկիր հետո հլնենք մեր տրանսգենդերներով անօթաչու թռչող տրանսգենդերներով հարձակվենք Ադրբեջանի վրա։ Էս ուր եք, այն որ Եվրոպայի գովքն եք կերեք, հարություն եսի մինչյան են, մկրչան, Մոսկվայում գրդոն արած, գորրամատունի, որ օրը 6 անգամ մտնում ես ուղիղ եթեր, Եվրոպայի գովքն ես անում, լավ ես անում, հեմի խիչ ես նստեմ վարչապետիդ բեյնին արա, հելեք ասեք բոզի տղա, ես ինչ ես անում, Վազգենի քուր արամ ամեն ինչ կարամ, դու մենակ կարաս տակից վերցես, Բաբաջանյանի քշի, ծծման ջոյի, չեմ ուզեմ քվուրանեմ, պրոստը սրանց պտի վարդի թեփուկներ շախտես, որ իրանք քշեն։ Բա խոսած եք, քիչ եք խոսում, հափող չեք, եք եշով, հե, ғախպա տենշներ։ Անչի բա, քիչ եք խոսում, հելեք խոսած եք, մենք Եվրոպա ենք գտեմ, Ռուսաստանը քխա, Ռուսաստանը ծծծրի ձեր նավարին, իշքան եվրոպորնիկ կա, Ռուսաստանն քխա, ու հմի, արցախցիները կհամակերպեն այդ իրականության հետ, որ նույն Նիկոլի անվտանգությունը պահպանած պահած ոստիկան մուսրները արցախցի են խոշտանգում բանարում, նսեմ ասնում, ես կեզ կանրադարամ գաղութի բոզ Նիկոլ Փաշինյան, Վովայի անունով մրցաշար, Էլչիբեի անունով մրցաշար կազմակերպի, Ֆիոնայի, Իջևանում կազմակերպի Ֆիոնայի անվանը նվիրված մրցաշար, ինչ կլի որ, չի լի պարո Փաշյան, հե, ինչի չի լի պա, ասա այս մրցաշարը բանա, նվիրում է Ֆիոնային, պարոն Խաչատուր Սուքյասանի աղջկան, որին ես եմ պահե մեծացրե, ինչ կլնի որ, դու քո հորը երբևիցե ոչ հարգել ես, ոչ սիրել ես, դու քո հորանով մրցաշար ես կազմակերպում, այ գաղութի բոզ մանկապիղծ բոզի տղա, յանի ինչ, յանի դու ծնող ասեր ես, հա, բա մորդ գերեզմանին գնա մի հատ խունկ ծխի, չի կարելի, չէ, որտև ազգությամբ ադրբեջանցի է, դրա համար դու հայ ազգից աբիժնիկ բոզի տղա ես, էլ եմ ասում, Վանաձորի քնչակ, հա, իմիջալոց, ներքին գործերի նախարարուհի բերանից ոչ այդքան հաճելի հոտեկող Արփինե Սարգսյանը ես, ով ես, Տոզդոևնա, ոնց որ Արյանան ասում, քնչական վարույթ նախաձեռնվելու է այդ քնչական կոմիտեի բոզի տղեկի նկատմամբ, թե չէ, բալետ պարո գլխավոր դատախազ, քնչական վարույթ նախաձեռնվելու է, որ իրանց աշխատանքային լիազորությունները իրանք չոտը չերես շուր տվե անցել են, թե անի բիզնակազնի, բլյադ, քանի որ իրանք էտա պագոնա կկրեն, խամ պագոնա կկրեն, համ կսեն ապե արի ճիշտ ու սխալի բազար անենք, մուսր բոզի տղեք, Պրոստե, մի մորցեք այդ ֆորմեն վեշնի չի, բոզի տղեք, բոզի բալեք, դիմում եմ այդ տղուն խոշտանգած ոստիկաններին, բոզի ճտեր,
այդտեղ ուղեք խոշտանգում, կանչել եք հարցակրնության օրենքի շրջանակում, լավ եք արել, խեք խփե գլխին, մազերը քաշե, քրֆե, խեք խաղը մարդու ինքնասիրության հետ, հա, որտեվ ձեր վարչապետը, ձեր սրտի վարչապետը անինքնասեր բոզի տղա Փաշինյան Նիկոլն, հա, Անես չի, որ Նիկոլից առաջ քննչական կոմիտեի կամ ներքին գործերի նախարարները շոկոլադ ու կոֆե էին հյուրասիրում մարդկանց հարցաքննության ժամանակ, բայց այս ձևի բեսպրիձել ոչ մեկի վախտով չի ելել։ Մարդը տուժող կողմ իր բարեկամի տունը մտե գողություն էր արել, գողերին չեք թե տուժող կողմին էլ կանչե նվաստացրել եք։ Այդքանով հանդերձ, ինչքան պարսիկ հնդիկ կա, մի անգամ էլ ասեմ, փումփուլիկներով, լամբադա, քոչարի, հմեն պարերով, սենց ғռալով կան մտնեն ձեր տուն էթան, կան հլնել էթան, այնքան էթան կան, որ ձեր տունը, ձեր, չգիտեմ, են որ ասում եք, օջախ, ձեր օջախը դառնա սեռական պալիգոն, դե վայելեք։ Նիկոլ Փաշյան, արխային չընկնես, ես մի քիչ, ես քանի օր էլի շատ խառնեմ, ատնակլասնիկում պորնո ատիրեմ, սաղին բան եմ անում, սրտիկում եմ, լայքում եմ, Ատնակլասնիկը կարգավորեմ, ես կանրադառնամ քեզ, մենք ենք ցեռը մեր երկրի, դե վայելեք, համել եվրոպորնիկներ, խելքի եկեք։